Եք որևիցե մեկը չեմ կարծում, որ խաղաղությանը դեմ է, որ մենք էլ խաղաղությանը կողմ ենք, թեև բավականին ողբերգական կորուստների գնով է ձեռք բերվել այս խաղաղությունը, բայց առնվազն Բաքվի բանկում գտնվող գերիների առկայությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ամենևին չի ձգտում խաղաղության, եւ սա ավելի շատ ուղղակի ռազմական գործողությունների կարճաժամկետ կամ հուսով ենք երկարաժամկետ հրադադար է եւ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը ճիշտ այլևս չի խոսում, չէ, պատերազմից գրավելուց, բայց հնարավոր ադրբեջանցիների գալը Հայաստանում բնակվելը, այդ ադրբեջանական զինուժի գտնվել Հայաստանի տարածքում եւ ռազմագերիների առկայությունը չի խոսում խաղաղության մասին։ Հիմա արդյոք հնարավոր է այդ ամեն ինչով ասել, որ խաղաղություն է, իհարկե ոչ։ Իսկ մեր դիրքորոշումը այն է, որ այս խաղաղությունը պետք է հաստատվի, բայց պետք է լինի ամուր խաղաղություն, որի համար կան նախապայմաններ։ Առնվազն Բաքվի բանտում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է հանդիսանա այն հիմքերից մեկը, որ այո, հնարավոր է խաղաղություն, բայց Բաքվի բանտում գտնվող գերիների առկայությունը հայտարարությունից ալիվի պարզ է, որ չի վերադարձնելու։ Հետևաբար նաև խոսում է այն մասին, որ ամենևին խաղաղության մասին խոսք գնալ չի կարող եւ Նիկոլ Փաշինյանի ուղղակի այս կարգախոսային այս աուրան, որ ստեղծում է, այո, այս պահին գետնի վրա կրակոցներ չկան։ Դա լավ է, իհարկե լավ է, բայց խոսել, որ այլևս ամեն ինչ ավարտված է, ոչ։ Իսկ բազմաթիվ մենք խնդիրներ ունենք ուժեղանալու եւ տնտեսապես, եւ անվտանգային առումով, եւ նաեւ արտաքին քաղաքական առումով, որտեղ այսօրվա աշխարհում մենք տեսնում ենք, որ այն ինչ հիմա տեղի է ունենում, 1 ամիս առաջ, 2 ամիս առաջ ոչ մեկ չէր կարող կանխատեսել, խոսքը միայն այսօրվա մասին չի, ասենք վերջին մի քանի տարիներին աշխարհաքաղաքական իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Հետևաբար նման պայմաններում լինել վստահ, որ կես տարի հետո մի փորձանք չի գա մեր երկրի գլխին